Ողջույն։ Փաշինյանը շարունակում է եկեղեցու թիրախավորումը։ Առանց դադարի Facebook-յան հարթակը ողողում է մեկը մյուսից անիմաստ գրառումներով։ Մայրաթորը թեև պատասխանեց Փաշինյանին, սակայն շատերին արձագանք է հիասթափեցրել է։ Ծանոթ լինելով հոգևորականների այս օրերին հնչեցրած կոշտ դիրքորոշմանը, կոնկրետ գործողություն էին ակնկալում։ Այո, եկեղեցին մեղադրում է Փաշինյանին պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով, անհիմն մեղադրանքներով խոսելու, բարեկրթությունից զուրկ, մարդու հիմնարար իրավունքները, հավատացյալների կրոնական զգացումները ոտնահարելու մեջ։ Եկեղեցին հորդորում է հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական առ հայրենին։ Սպասումն այն էր, որ եկեղեցին նզով կարդա Նիկոլ Փաշինյանի հասցեին, նրան հեռացնելով հայ առաքելական Սուրբ եկեղեցուց, բայց Մայրաթորը կոչ է անում եկեղեցու զավակներին լինել միասնական։ Ստացվում է։ Ես էլ եմ եկեղեցու զավակ, Նիկոլն էլ, եկեղեցու պետության վրա հարձակվողների ողմակն էլ, հանուն ինչի։ Թե ինչու է եկեղեցու հաղորդագրությունն այդքան մեղ, քան ակնկալվում է, չխորանամ այդտեղ։ Գուցե իրենք շատ ավելի լավ են, շատ ավելի են ծանրութեթևանում ու այդ ռազմավարությունն են նպատակահարմար գտել։ Առավել հավանական է, որ չեն պատրաստվում իջնել այդ մակարդակի, այդ մեկը հասկանում եմ։ Ի պատասխան եկեղեցուն թիրախավորելու քաղաքացիները հենց Փաշինյանի էջում արձագանքում են, որ ինչ վատ բան էլ արած լինեն առանձին հոգևորականներ, միևնույն է, նրանք Արցախ չեն հանձնել։ Նրանց ոչ մեկի գործունեության արդյունքում եռաբլուրը չի եռապատկվել։ Նրանց ոչ մեկի գործունեության արդյունքում Տավուշից ու Սյունիքից, Գեղարքունիքից հողեր չի հանձնվել, Ջերմուկից չենք հանձնել։ Նրանց ոչ մեկի գործունեության արդյունքում չի հայաթափվել Արցախը։ Մարդիկ խոստումների մասին են հիշեցնում, պարտքերի, վարկերի, գնաճի մասին ու ասում են, որ ոչ մի հոգևորական մեղք չունի այս ամենի մեջ։ Կամ առհասարակ ինչ կապ ունի, ինչ իմաստ ունի այս օրով, այս խնդիրներից մեջ խրված։ Այ մարդ, ինչ քեռակին, ինչ ես խոսում դու առհասարակ։ Հայտարարել է, որ պետք է կառավարությունը վճռորոշ ձայն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում, այսինքն ինքը, Նիկոլը, պետք է ինքը որոշի, ով լինի կաթողիկոս։ Ուզում եմ դիմել հանրությանը եւ հոգեվորականությանը, հնչեցնելով ահազանգ։ Թեև եկեղեցին որոշել է Փաշինյանի հետ առճակատման փոխարեն ընտրել հորդորով դիմելու ճանապարհը, բայց պետք է մի քանի ցավոտ օրինակի ուշադրություն դարձնի։ Երբ Նիկոլ Փաշինյանը գրող սկսեց բիզնեսի վրա, գործարարները համարյա ամբողջությամբ լուռ մնացին, վախենում էին, որ իրենց հետևից չընկնի։ Կապ չունի, որքան օրինապահ հարկատու են, եթե Նիկոլի կառավարությունը ընկավ հետևներից, ուրեմն բանը բուրդ է։ Լռության արդյունքում սկսեց փայ մտնելու, կառավարությունը սաշիկացնելու օպերացիան, եւ արդյունքում կառավարությունը խլեց Վիվասելի բաժնետոմսերի մի մասը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասը, Լիդիան Արմենիան ընկերության բաժնետոմսերի մի մասը, իսկ 2 օր առաջ արդեն ԿՊ-ն խորհրդանում քննարկում էր Հրազդան ցեմենտից բաժնետոմսերի հարցը։ Այս բիզնեսից փայ մտնելն է նաև պատճառը, կարծում եմ, որ բազմաթիվ ներդրողներ հեռացել են երկրից։ Չեմ ասում եկեղեցին բան չի ասել, բավականին իր դիրքորոշումը հնչեցրել է, այդ թվում վեհափառը, բայց խոստովանենք, դրանք այնքան կտրուկ ու սուր չեն եղել, որքան սրտներս էր քաշում այդ պահերին։ Ինչևէ, հիշում ենք Նիկոլ Փաշինյանը հարձակում գործեց դատարանների վրա, շրջափակելով, հատուկենտ դատավորներ կային, որ դիմադրեցին, կարծիք հայտնեցին։ Լրագրողները դատավորներից կարծիք էին հարցնում, խուսափում էին։ Արդարադատության նախարարը խուսափում էր, որովհետև արդեն Նիկոլի գրպանում էր։ Դատարանների պաշտպանները հասարակական, քաղաքական, ընդդիմադիր գործիչներն էին ու փաստաբանները։ Հետո վնգստացող դատավոր խոսույթը մտավ գործածության մեջ։ Արդյունքում դատարանների մեծ մասը այսօր Փաշինյանի բռի մեջ են։ Երբ Նիկոլ Փաշինյանը գրող սկսեց սահմանադրական դատանի վրա, դարձյալ լրիվ նմանատիպ լռություն տիրեց։ Արդյունքում ոչ իրավաբան մի ուսապարկ падգամավոր հեղինակեց օրենք ու սահմանադրական դատանը զրկվեց դատավորներից, փոխարինվեցին Նիկոլի սրտի դատավորներով։ Երբ Նիկոլ Փաշինյանը հարձակում սկսեց գեներալների դեմ, մի հատ խրոխտ հայտարարություն տարածեցին,
որը ստորագրեց մի 40 գեներալ, բայց չպաշտպանեցին այդ հայտարարությունը։ Արդյունքում բանակում չծառայած, բոլոր պատերազմներից թռած, Արցախ հանձնած Փաշինյանը այսօր գեներալների գերագույն հրամանատարն է։ Երբ Նիկոլ Փաշինյանը իր մեկը մեկից անհաջող կադրերին նշանակեց բուհերի հոգաբարձուների խորհուրդ ղեկավարելու, չդիմադրեց որևէ բուհ։ Այսօր ունենք ՔՊԱ-ված բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ունենք ԵՊՀ ռեկտոր, որը աստվածաբան է, բայց չի արձագանքում Փաշինյանի հակաեկեղեցական գրառումներին։ Իսկ Փաշինյանի հետ ուսանողների հանդիպումները կազմակերպում է միմիայն ընտրած ուսանողների հետ։ Շառից հեռու։ 2018 թվականի հոկտեմբերին, երբ Նիկոլն արշավեց ազգային ժողովի վրա, չստացավ որևէ դիմադրություն ու այդ օրվանից մինչև այսօր խորհրդարանը իր գրպանի կառույցն է։ Նիկոլը սկզբում դատախազությանը պատվիրում էր Ռոբերտ Քոչյանի վրա գործը, իսկ հիմա բոլոր հանցագործությունների վարկածներն էին քթելադրում։ Դատախազը զեկուցում է քրգործերով, ցուցումներ է ստանում։ Այսպես լռությամբ, առանց դիմադրելու Նիկոլի ավերիչ իշխանությանը հանձնվեցին պետության ողնաշարը հանդիսացող բոլոր կառույցները՝ Սահմանադրական դատարան, կրթություն, բանակ, ԲԴԽ, դատախազություն, ԱԱԾ, քննչական կոմիտե, երկրի իմունային համակարգի բոլոր ինստիտուտները զավթել, պրծել է։ Սաղ համակարգերը վարակված են Նիկոլախտով, եկեղեցին է մնացել, ու հիմա սկսել է եկեղեցու դեմ արշավը։ Վաղը Նիկոլն է որոշելու, թե որ ՔՊԱ-ական դեպուտատը լինի կաթողիկոս։ Այսօր ծիծաղելի է սա թվում, բայց այնքան բան կար, որ ծիծաղելի էր թվում, իսկ այսօր իրականություն է։ Հարգարժան քաղաքագետը գրում է, թե ոչ ոք դեռ չի հաղթել որևէ եկեղեցու կամ կրոնական կազմակերպության դեմ պատերազմ հայտարարելուց։ Չի կարող հաղթել նաև իրենից զրոյական արժեք ներկայացնող նվաստագույն մեկը՝ ԵԱԿ-ը։ Կհամաձայնեի, բայց Նիկոլը այս թվարկածներս չի կարողացել անել նրա համար, որովհետև հզոր է։ Չէ, նրա բարոյականությունը մարդկային էությունից դուրս է։ Միշտ հիշեք, որ անգամ թաթար մոնղոլների, սելջուկ թուրքերի արշավանքների ժամանակ Արցախում հայ է ապրել։ Նիկոլի օրոք չի ապրում, իսկ Նիկոլը ապրում է ու պաշտոնավարում։ Որպեսզի Նիկոլը չկարողանա գրավել եկեղեցին, անհրաժեշտ է ոչ միայն եկեղեցու քայլերը, այլև հավատավոր ժողովրդի ու բոլորի։ Երբ ինչ-որ մտավորականի հարցնում ենք ինչու եք լռում, ասում է քաղաքականությամբ չեմ զբաղվում, տանից դուրս չեմ գալիս, իմ գործն եմ անում։ Չէ, դա ինքնապաշտպանություն է։ Դուք ինչի համար եք ստեղծագործում, ում համար։ Եկեղեցին ունի Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ շքանշան, ունի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան ու այլ շքանշաններ։ Ցանկն եմ նայում, թե ովքեր են շքանշաններ ստացել եկեղեցուց, գործարարներ են, երաժիշտներ, հասարակական գործիչներ, իմ մոտ եղած ցանկից եւ ոչ մեկը, որ եկեղեցուց ստացել է շքանշան, չի անդրադարձել ՔՊ-ի խուժանությանը։ Ինչի եք սպասում, տարեք շքանշանները հանձնեք։ Որքան էլ զարմանալի լինի, ՔՊԱ-ական պաշտոնյաների մեջ էլ կան մարդիկ, ով գնում են եկեղեցի, անգամ ժամերկության ու պատկերացրեք պասեն պահում։ Ինչ իմաստուն է ձևականությունը։ Փաշինյանի վիրավորանքների ուր է դատախազության գնահատականը, ուր է օմբուդսմենի գնահատականը այդ վիրավորանքներին։ Վախենում են SMS ստանալ, իսկ պաշտոնը նրանց համար կյանքից թանկ է, հավատից էլ է թանկ, ինչպես հասկանում ենք։ Վաղը կասեն սպառնում էր, ստիպված ենք ենթարկվել, այլ ելք չունեինք, իսկ ձեր արդարացումները ում են պետք լինելու։ Պետության բացակայության պայմաններում եկեղեցին տեր է կանգնել։ Հիմա պետք է կանգնել եկեղեցու կողքին, մանավանդ որ սրանք բռնել են պետությունը քանդելու, Ադրբեջանին հանձնելու ուղին։ Կարճ ասած, իմ կարծիքով դիմադրության անկում է բոլոր ոլորտներում։ Թակ ու բիր ընդդիմադիրներ են, որոնք իրականում պայքարում են սրանց դեմ։ Մյուսները ավելի լծված են այդ հիմնական պայքարողներին վարկաբեկելու գործին։ Ճիշտ Նիկոլի նման, բայց չեն էլ հասկանում, որ այս ընթացքում տեղի է ունենում պետության ապամոնտաժում բոլոր ատրիբուտներով։ Պատկերացրեք ժողովուրդ, որը չունի վստահություն գեներալների, քաղաքական գործիչների, պետական ինստիտուտների, եկեղեցու նկատմամբ, նրան ինչ ապագա է սպասվում։
ինչ է սպառնում։ Կասկածունեք, որ եկեղեցուց հետո մտնելու են յուրաքանչյուր ընտանիք։ Ու գիտեք որն է զավեշտը, չկա մի ինստիտուտ, որ զավթել են ու հերը չեն անիծել։ Բայց նաև շեշտենք, անկախ այս ամենից Նիկոլ Փաշինյանը շանս չունի։ Ոչ մի գործընթաց նրա հնարավորությունները, նրա նկատմամբ վստահությունը էլ զրոյից չի բարձրացնում։ Եվ ոչ մի նիշ, իսկ հակառակը շատ է։